Բարի իրիկուն։ Ես ուզում եմ կենտրոնանանք քարոզին, ուզում եմ կենտրոնանանք խոսքին։ Իմ կարծիքով ամեն մի հավատացյալ, ամեն մարդ ընդհանրապես երկրագնդի վրա ինքը իր գիրքը գրում է, իր ապրած կյանքով։ Եվ երանեն մարդուն, որ ինքը կարող ասել, որ այլևս ոչ թե ես եմ կենթանի, այլ Քրիստոսը իմ մեջ, որ կարող է սրանից հետո ապրել ոչ թե ինքը իր համար, այլ Քրիստոսի համար, որովհետև Սուրբ Գիրքն ասում է, որ մեծ դատաստան է լինելու եւ մեծ դատաստանի օրը գրքերը կբացվեն, մի գիրք էլ կբացվի, որը կյանքի գիրք եւ ում անունը գրված չգտնված կյանքի գրքի մեջ չեղավ, կրակի լիճը գցվեցավ։ Ցավալիորեն սա ճշմարտություն է եւ չեմ կարող սրա կողքով անտարբեր անցնել։ Ժողովուրդ ջան, կոչ եմ անում, որ Քրիստոսի կյանքը ապրեք։ Կոչ եմ անում, որ ապրենք Քրիստոսի համար։ Թող միջև հիմա ապրել ենք մեզ համար, սրանից հետո ապրենք Քրիստոսի համար։ Թող ինքը փառավորվի։ Ամեն։ Որտեղ մենք կյանքի գրքի մեջ գրելը մեր անունը մենք ենք, որ կապրենք Քրիստոսի համար, թե կապրենք միայն մեզ համար։ Ուզում եմ քարոզի վերնագիրը ասեմ, որ արթուն լինելու վրա եմ խոսելու, եթե դժվար չի միանգամից Մարկոսի ավետարան 13-րդ գլխի 37-րդ խոսքը բացանենք, բայց ինչ որ ձեզ ասում եմ, ամենին եմ ասում, արթուն կացեք։ Սա մի ուղերձ է, սա մի, ասենց ասեմ, Տիրոջ կողմից ուղված խոսք է, որ բոլորին է վերաբերվում։ Այն ինչ որ ձեզ ասում եմ, աշակերտներին է ինքը ասում։ Այն ինչ որ ձեզ ասում եմ, ամենին եմ ասում։ Եվ ինչ ասա, արթուն կացեք։ Արթուն մնալու շուրջը խոսելու եմ այսօր, որովհետև սա անմիջապես ինձ եւ քեզա ուղղված է խոսքը։ Շատ լավ։ Ոչ միայն աշակերտներին, այլ բոլորին է վերաբերում, բոլոր հավատացյալ ժողովրդին։ Ընդհանրապես հոգևոր կյանքում ես 5 վիճակների վրա եմ ուշադրություն դարձրել, որ հավատացյալ մարդը կարող է լինել քնած, խոսեմ թե դա ինչ է, արթուն վիճակ, հոգևոր մանուկ վիճակ, հոգևոր հասուն վիճակ, կա հիվանդ վիճակ եւ վերջինը մեռած վիճակ։ Եթե մի ուղերձ ուղղված է անհավատներին, ես կարծում եմ այսպես գրած կլիներ, որ հարություն առնեն, որովհետև Սուրբ Գիրքն ասում է, որ մեղքերի հանցանքների մեջ մեռած էինք եւ Քրիստոսը մեզ կենդանացրեց։ Այսինքն սա մեռած վիճակն է, որ մի ժամանակ մենք ապրել ենք առանց Քրիստոսի, դա մեռած կյանք է եղել, մեռած վիճակ է եղել։ Կարող ես չհամաձայնել, բայց այդպես է։ Եթե մենք Քրիստոսի հետ չենք ապրել, դա մեռած տարիներ են եղել։ Փառք Աստծո, որ մի օր Աստված մեզ կանչեց եւ կենդանացրեց։ Շատ լավ, կենդանացանք, բայց կոչ է անում Սուրբ Գիրքը, որ արթուն մնացեք։ Կենդանացել ենք, բայց արթուն մնացեք։ Եվ մի բան ասեմ, որ եթե մի մարդ անընդմեջ հոգևոր մանուկ է, չի աճում։ Սա լճացում է բերում նրա կյանքում։ Այդ պատկերացրեք, որ երեխա չմեծանա, միշտ մանուկ մնա։ Ասենք միշտ 5 տարեկանի չափ մնա, էլի մոտավորապես։ Ասենք ինքը 15 տարի հետո էլ այդքան, հələ դեռ կամ 3 տարեկան, կամ 2 տարեկան դեռ անընդհատ պամպերս ես հագցում, անընդհատ այդ երեխու հետևից մտածում ես, որ նորմալ չի։ Դրա համար երկու տեղեր կարդամ, հա, սրան զուգահեռ։ Առաջին Կորինթացիս 3:1-3 խոսքերն է։ Ես կաշխատեմ շատ հակիրճ լինեմ, այս պատգամիցս դուրս է, այս նոր գրեցի։
Եվ ես եղբայր չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ, այլ ինչպես մարմնավորների հետ, ինչպես մանուկների հետ Քրիստոսումը։ Այսինքն միտեղ էլի հիշացնեմ, նո լավ էս էլ բերեք շարք, կաթ խմեցրի ձեզ եւ ոչ թե կերակուր, որովհետեւ տակավին չեք էլ կարող, այլ հիմա էլ դեռ չեք կարող։ Մի խոսք էլ կարդանք ու ավարտենք, որովհետեւ տակավին մարմնավոր եք, վասնզի տակավին նախանց կռիվ բաժանումներ կան ձեզանում, չէ որ մարմնավոր եք եւ մարդկորեն եք վարում։ Այսինքն Պողոս առաքյալն ասում է, քանի որ դուք հոգևոր հասունություն չունեք, դեռ մանուկի պես եք, ես ձեր հետ չեմ կարողանում խոսեմ, որպես հոգևոր հասուն կերակուրներ տամ։ Ես ստիպված եմ մանկան բաներ տալ ձեզ։ Այսպիսի խոսեմ մանուկների պես, որտեվ դու դեռ հասունություն չունես։ Եթե հասուն լինես, հասուն կերակուրներ կա քեզ համար։ Այսինքն խոսում է այդ վիճակի վրա, որ հոգևոր հասուն վիճակ կա, բայց նաև իհարկե հիվանդ վիճակը կա, երբ որ մարդ ինքը իր ձեռքով չի կարող սնվել, որ մարդ ինքը իր հոգևոր կերակուրը չի կարող, ինքը իրանով չի կարող քայլել, դեռ իրան տանում են եկեղեցի, դեռ իրան կերակրում են, դեռ իրան մեկը ինչ որ պետք է անընդհատ խնամ տանի։ Գիտես, երբ որ նոր հոգի ես, դա նորմալ է, բայց երբ որ դրա մեջ դու շարունակ մնում ես, դա նորմալ չի։ Հասկանալի, չէ՞։ Մեռածի վրա ասացինք դան հավատներն էր վերաբերվում։ Հիմա ես ուզում եմ գամ այն, որ կոչ անում, ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում, արթուն մնացեք, որովհետև սրան հակառակ բանը քնած վիճակն է։ Քնած վիճակը հավատացյալին է վերաբերվում։ Օրինակ, ես երբեք չեմ կարող ասել, քանի որ ես 30 տարվա վարորդական փորձառություն ունեմ, արխային կարամ տրասի վրա քնեմ, ղեկի վրա։ Կարամ տես մտածեմ, դա ես 30 տարվա փորձ ունեմ, չեմ կար ասենց մտածեմ, այսինքն անկախ նրանից ինչքան հոգևոր հասուն ես, քանի տարվա փորձառություն ունես, կապ չունի, հոգևոր ինձ աստիճաններ ես նվաճել, դուք ենթակա ես քնելու։ Դրա համար ամեն ժամանակ արթուն մնացեք։ Այս ուղերձը ամեն ժամանակների մեջ քո կյանքում պետք է։ Ամեն հոգևոր հասակի մեջ պետք է։ Չկա այդպես վիճակ, որ ասես, դե արդեն առաքյալ եմ, էլի։ Էլ ինձ արթուն մնալը որն է։ Հա, ասենք 35 տարվա փորձառություն ունեմ, էլի։ Էլ արթուն մնալս որն է։ Կարամ քնեմ։ Նորմալ է ասես մտածելը, չէ։ Այսինքն Սուրբ Գիրքը քանի տեղեր ասում է, բերեք ուզում եք դրան զուգահեռ չնայած քարոզ արդեն խճճեցի, բայց արդեն ուզում եմ դրա մասին կարդամ, որ ասում է առաջին Պետրոս 5:8-9 խոսքերը։ Արթուն եղեք եւ հսկում արեք, որովհետեւ ձեր ոսոխը թշնամին սատանան գոռոզ առյուծի պես ման է գալիս եւ որոնում է թե որին կուլ տա, որին հակառակ կացեք հավատքով հաստատված, գիտենալով որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհի մեջ են, նույն չարչանքներն են քաշում։ Հետաքրքիր է, որ ասում է արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսոխը ձեր թշնամին, սատանան, փնտրում է թե գոռոզ առյուծի պես ման է գալիս, թե որին կուլ տա։ Եվ եթե մենք այս բացատրենք այս համարը, շատ անգիր լսել եք, բայց արթուն եղեք, այսինքն եթե ժխտականով խոսենք, եթե արթուն չլինեք, սատանան կբռնցնի ձեզ եւ կուլ կտա։ Քնած վիճակը, հոգևոր քնած վիճակը, դա շատ նման է, գիտեք, չէ՞ որ գիպնոզը քնացնում է մարդուն, հետո թելադրում է, ինչ ասում է, ինքը անում է։ Օրինակ ձմեռվա կեսին կարա ասի, եթե գիպնոզի տակ ես ինքը ասի շոքա, ձմեռվա կեսին փոխանակշոր հակնես, այլ կհանվես։ Ինքը կարա ասի գլխկոնձի տուր ստեղ, դու սկսելու ես անել։ Ինքը կասի ջուրա լողացի, դու սկսելու ես այսպես լողանալ, որովհետև գիպնոզի ազդեցության տակ ես։ Դրսից ինչ ասում է, դու են ես անում։ Սա է գիպնոզի
գործը, քնացնում է մարդուն եւ դրսից թելադրում թե ինքը ինչ անի։ Եվ եթե դու Սուրբ Հոգով առաջնորդվես, դու արթուն կլինես, հսկում կանես եւ չես թողնի, որ սատանան քեզ կուլ տա։ Բայց եթե քնեցիր, թմրեցիր ու քնեցիր, էլ թմրած վիճակը, քնած վիճակը սա է, որ քեզ սատանան է թելադրում։ Արթուն վիճակը սա է, որ քեզ Սուրբ Հոգին է առաջնորդում։ Բոլորովին տարբեր բաներ են։ Երբ որ արթուն վիճակը հոգևոր, երբ որ հոգևոր արթուն ես, դու հսկում ես, դու ուշադիր ես, դու երկյուղ ունես եւ կարող ես ապրել եւ հսկել, ապրել եւ արթուն վիճակի մեջ հաղորդ լինել Աստծո հետ։ Հիմա եթե սենց նայենք Իսրայելում 5 տականը որպես հոգևոր չափանիշ, Դավիթին վերցնենք ամենալավ օրինակը։ Դավիթը տարիների փորձառու էր եւ հասել էր, կարելի ասել, Աստված օրհնել էր եւ դարձել էր Իսրայելում ամենաբարձր պաշտոնի, թագավոր էր դարձել։ Եվ եթե ուշադիր լինեք, Դավիթը երբ որ պատերազմ էր, ինքը չէր պատերազմի տեղը, այլ իր տանը, իր պատշգամբից նայում էր եւ տեսնելով Ուրիայի կնոջը մեծ փորձության մեջ ընկավ։ Երբ որ դու կարող ես, ստեղից ռուսեն ասում էի պատգլядываться, երբ որ դու հայտնվում ես մի վիճակի մեջ, Դավիթը կարող էր ասել, թե ես թագավոր մարդ եմ, ինչի պետքա հասել եմ, ինչ ուզեմ կանեմ։ Սա քնած վիճակն է։ Սատանան քնացնում է, թելադրում ինչ անի, եւ մի փոս է գցում, որ երկար ժամանակ այդ փոսի մեջ պահի։ Մարդը ոչ թե ամիսներ, նույնիսկ տարիներով եմ տեսել, մարդիկ, որոնք որ փոսի մեջ տարիներով մնացել են։ Այնտեղ իրանց աշխարհն են կառուցում։ Ասեցի, չէ, հիպնոզի ազդեցության տակ մարդուն թվում է, թե ինքը գտնվում է, չգիտեմ, ամենաաշխարհի բարձր սարերի ամենալավ տեղերն է գտնվում, իր վիճակը ընտիրա։ Ես մի օր մի եղբոր հանդիպեցի, ավագետ էինք Սամարայում։ Շատ հզոր եղբայր էր, որ քարոզում էր, շարժվում էր այդ տեղերը, այնքան բարձրակ, ամպագորգոր քարոզում էր, հզոր մարդ, իրոք ինքը հզոր մարդ էր։ Եվ հոգևոր կյանքում անկում էր ապրել։ Երբ որ ես իրան հանդիպեցի, ինքը ասեց, աղա ջան, ամենահոգևոր բարձր վիճակի մեջ եմ։ Հիշում ես։ Զարմացա, որ այս մարդը չի հասկանում, որ ընկել է։ Ընկած մարդը, քնած մարդը չի հասկանում, որ ինքը քնած է։ Քնած մարդը կարող է երազա տեսնում, որ ինքը շատ եսի ինչեր է անում, ինչ վիճակի մեջ է։ Ու նույնիսկ կարող անտեղ ինքը նույնիսկ իր աշխարհում մտածում է, ես մի հզոր մարդ եմ, Աստծո գեներալ եմ, բայց ինձ ոչ ոք չի նկատում։ Սա քնած հիպնոզացած վիճակն է։ Եվ դու այդ փոսի մեջ այնքան ես մնալու։ Քեզ թվալու է, թե սա է քո ուրեմն հաղթանակները, քո վերջին պունկտը, որ պետք է հասնեիր։ Եվ Դավիթը, երբ որ հասել էր այդպես թագավորությունների վերևները, այնտեղ անկում ապրեց, մեծ մեղք գործելով։ Սողոմոնից ավելի իմաստուն մարդ չի եղել մինչև Քրիստոս։ Ավելի մեծ մարդ չի եղել, ավելի իմաստուն մարդ չի եղել երբևիցե։ Եվ Սողոմոնը, երբ որ հասավ վերելքների, նույնպես թագավոր դարձավ, արդեն կարելի ասել, այդ իմաստուն մարդը, եթե դժվար չի, 3-րդ թագավորաց 11:4 խոսքը։ Եվ եղավ Սողոմոնի ծերության ժամանակին, որ նրա կանայք դարձրին նրա սիրտը ուրիշ աստվածների հետևից, եւ նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծո հետ, ինչպես իր հայր Դավիթի սիրտը։ Սողոմոնը իր ծերության ժամանակ արդեն
տարիների փորձ, ինքը չէր կարող ասել ես 30 տարվա ստաժ ունեմ, 40 տարվա ստաժ ունեմ։ Ինքը չէր կարող այսպես խոսել, այսքան տարիների փորձառություն ունեմ, ինչ անում եմ ճիշտ եմ անում։ Երբեք սիրելի Աստծո մարդ, քո փորձառության վրա չկառուցես։ Արթուն մնալու համար, տես Սողոմոնը իմաստուն մարդ, շատ իմաստուն մարդ, հիշում եք, նրա իմաստությունը աշխարհի ծայրերով մեկ պատմվում է, բայց թմրեց, պատճառը ժամանակին Աստծո խոսքը զանց էր արել, օտար կանայք էր իրան վերցրել, և որը որ ասմա նրա կանայք դարձրին նրա սիրտը ուրիշ աստվածների, քնած էր, զարթուն լներ, եթե ինքը հոգևոր արթուն լիներ, ինքը երբեք չէր գնա օտար աստվածների, որովհետև ինքը կասեր, Տերն է ինձ այս իմաստությունը տվել, ես հիշում եմ այդ երազը, հիշում եմ այն աղոթքը, որ ես ունեցա, և Տերը ինձ տվեց դա, ինքը կհիշի, որ Տերն է ինձ անցկացրել այս դժվարություններով, մինչև թագավորը հասցրել, ինքը կհասկանար ես, բայց թմրեց և քնեց, ուրեմն երբեք դու չասես, որ իմ տարիների շատությունը ինձ իմաստություն է տվել, դա բավարար է, եթե արթուն չլինես, դու էլ կընկնես, եթե դու արթուն չլինես, դու էլ կարող ես սայթաքել, թմրել և քնել, այն ինչ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում, հա, այդպես ասոր գիրքը ասում ես, այն ինչ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում, դու կարող ես թմրել և քնել, Կողոսացիս 4:2-ում մի հրաշալի պատգամ է ուղղում մեզ և ասում է. աղոթքին միշտ հետևեցեք, արթուն կացեք նրանում գոհությունով։ Եթե սա մի քիչ բացատրենք, սա է քնելուց արթնանալու, քնի մեջ գտնված մարդուն, եթե կարաս իհարկե իմ ձայնը լսես, արթնանալու ամենակարևոր փաստը աղոթքի մեջ գոհություն, արթուն կացեք նրանում գոհությունով, այսինքն երբ որ գոհություն ես մատուցում Տիրոջը, հեսա մի հատ ասեմ ինչ նկատի ունեմ, ես չգիտեմ դուք ոնց, ես ին վրա ասեմ, ես միշտ չէ, որ ուզում եմ աղոթք անեմ, ես չէ, որ երբ ուզեմ կարամ գնամ սենց աղոթեմ, չէ, շատ է լինում, որ սկի ցանկություն չունեմ էլ, բայց սա մարմինն է, մարմինը տկար է, հոգին հոժար, այսինքն չեմ ուզում, բայց ես չեմ ուզեմին չեմ տեղ տալի, ես գիտեմ, որ Տիրոջ կամքը գնալ աղոթելն է, երբ որ գնում եմ աղոթում եմ, պահ լինում, որ չեմ ուզում աղոթքից դուրս գամ, ուզում եմ միշտ մնամ, այդ աղոթքի մեջ ինձ շատ հաճելի է, այդ աղոթքը ինձ արթնացնում է, այսինքն արթուն եղեք, աղոթքին միշտ հետևեցեք, արթուն կացեք նրանում, աղոթքը մի միջոց է, երբ որ դու քնելու վրա ես, կամ նույնիսկ չես հասկանում քնած ես թե արթուն, մի հատ կոչ եմ անում, գնա առանձնացի և սկսի գոհանալ, այն բաների համար, ինչ որ Աստված քո համար արել է, այն բոլոր բաների համար, ինչ որ դեռ կանի քո համար, ուղղակի գոհացի, շնորհակալ եղի, շնորհակալ եղի, որ դու կաս, որ դու քայլում ես, որ դու ընտանիք ունես, որ դու տուն ունես, որ դու մեքենա ունես, սենց գոհացի, նաև անցի ես հոգևոր մասը, Տեր շնորհակալ եմ, որ քո արյունով իմ մեղքերը լվացել ես, ինձ մաքրել ես, շնորհակալ եմ, որ արքայությունը կտակել ես ինձ համար, լիքը սենց շնորհակալություններ հայտնելու բան կա, գոհություն մատուցանելու բան կա, հələ փորձի սկսես գոհանալ, ու դու տեսնում ես, որ խորը քնից զարթնեցիր, էդի նման է, որ ես գլուխդ փոսից հանեցիր, տենում ես ուրիշ աշխարհ կա, բացի այն փոսի աշխարհից, ուրիշ աշխարհ կա, ժողովուրդ ջան, մի շարունակիր, ես այն ժամանակ քարոզում էի քարանձավների մասին, որ դու այնտեղ մնալով կերտվում է քո մեջ քարանձավային մտածելակերպ, եւ քարանձավի ինչ կա, դու տեղի մտածելակերպն ես ձեռք բերում,
Բայց երբ որ դուրս գաս, կտեսնես մի ուրիշ աշխարհ կա։ Երբ որ արթնանաս, արթուն մարդը նոր հոգևոր վերերտներ ապրում, նոր նվաճումներ ունի, նոր աշխարհայացքներ ունի, ինքը ուրիշ մոտեցում ունի։ Քո մոտեցումը մարդկանց, քո մոտեցումը, բերեք սենց ասեմ, հարց եմ ուզում ուղղեմ։ Ազնվությամբ կարող ձեր մեջ պատասխանեք, կարող եք մեկը էլ բարձր պատասխանեք, եթե ուզում։ Երբ որ արթնանում եք, առավոտը, առաջին բանը ուր եք նայում։ 99%-ը նայում է ժամին։ Ժամը քանիսն է։ Բուձելնիկին։ Ժամը քանիսն է։ Գիտես, երբ որ դու հոգևոր արթնություն ապրես, դու նայելու ես, թե որ ժամանակի մեջ ես ապրում։ Քո հոգևոր կյանքի որ ժամանակահատվածն է։ Տարբեր ժամանակահատվածներ կան քո կյանքում։ Կա Եգիպտոսից դուրս գալու ժամանակ, կա ծով անցնելու ժամանակը, կա անապատները, կա Հորդանան գետը, կա պատերազմները եւ կա խոստացյալ երկիրը։ Դե հուսամ լա խոստացյալը մի քիչ շուտ է խոսենք։ Մենք ունենք ժամանակներ, որոնց մեջ մենք անցնում ենք։ Որ ժամանակի մեջ ես դու գտնվում։ Ինչ ժամանակներ ունես դու հոգևոր։ Այդ մարդու անունն եմ ուզում հիշեմ։ Մեղ կողջ է, մի հատ տենց աղջիկներն են եւ որ ասма արթուն էին եւ իրանք այդ ժամանակների մեջ ժամանակի գիտությունը ունեին, հա, որոնք որ ասում են թե Իսրայելը ինչ պետք է անի, ժամանակի գիտություն ունեին։ Լավ, ինչ որ այդ անունները կարևոր չի, անունը դնենք Սեթո։ Բայց այդ մարդու երեխեքը արթուն էին եւ գիտեին, որ ժամանակներում են ապրում։ Եվ իրանք կարող են Իսրայելին ասել, թե որ ժամանակի մեջ ինչ պետք է անեն, որ այս ժամանակն է, հիմա յուղ վերցնելու ժամանակն է, որ հիմա ժողովուրդ ջան, տեսնում եք վերջին օրերը ավելի է մոտիկանում, ձեր մեկ տեղ հավաքվելը մի թողնեք, մատների արանքով մի նայեք սրան, զանց մի արեք Տիրոջ պատվիրանքները, ավելին մեկը մյուսի հետ հաղորդակցվելով հոգևոր շինվեցեք, կոչ եմ անում շատ հաղորդակցվեք նրանց հետ, ովքեր որ սիրում են աղոթել, սիրում են Աստծո խոսքի շուրջը կիսվել։ Երկու երեխայի ես վերջերս դրել էի բանի մեջ մեր հովական սայտում երկու երեխա փոքր դե խոսալ չգիտեն սա սրա վրա է տա են ասում տենց վիճվում են իրար հետ երբ որ մարդիկ հավատացյալները մանուկ են հոգևոր Իրանք մտնում են քաղաքական դաշտ եւ սկսում են դրա շուրջը իրար տա ավելորդություն է։ Արթուն մնացեք, որովհետեւ փորձության մեջ կընկնեք։ Կարող եմ շարունակել։ Որտեղին ենք, երբ որ քնից արթնանում ենք, ասացիք ուր եք նայում ժամացույցին, հա, որտեղ ենք կենտրոնացած։ Արթուն մարդը, հոգևոր հասուն մարդը, արթուն մարդը, առաջին բանը որ անում է, Աստծո վրա է կենտրոնանում։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ էսի լսեք։ Եթե դու կենտրոնացած ես Աստծո վրա, դու մնացածը ճիշտ կանես, երբ որ դու առաջինը 4 կետ եմ խոսալու, 4 կետի վրա որ պետք է կենտրոնանանք, 4-ն էլ կարևոր է, առաջինը սրանցից Աստծո վրա կենտրոնանալն է, եթե նորահոգի եկել եկեղեցի և դու տեսնում ես մարդը, ինչ որ բանից դժգոհ է, դու ասում ես եղբայր, դու մարդկանց մի նայի, դու Աստծուն նայի, կարող եք ասել, կամ ասում ես ինձ մի նայի, Քրիստոսին նայի, Ինչ նկատի ունես, կարող ես բացատրել ինձ, ինչ է նշանակում, ոնց Քրիստոսին նայի, դա ճիշտ է, բայց ոնց, պետք է Աստծուն նայենք, պետք է Քրիստոսին նայենք, բայց ինչպես մարդուն, դե ինչ որ տեղ հասկանում եմ, ավակին որ ասես Քրիստոսին նայի, կհասկանա ինչ որ բան, բայց երբ որ դու մարդկանց նորահոգիներին դու ասում ես Քրիստոսին նայի, պետք է բացատրես ինչ նկատի ունես, հասկացնես այդ մարդուն Ինչ նկատի ունես Քրիստոսին ասելով։ Դրա համար եկեք մեկ ու տեղ նայենք Սուրբ Գիրքը Եբրայեցիս 12:2 Մտիկ տանք հավատքի զորագլխին եւ կատարողին Հիսուսին,
որ իր առաջին դրված ուրախությանը փոխանակ խաչը հանձն առավ, ամոթը արհամարելով Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Ուր մտիկ տանք։ Գիտես, եթե մարդ արթուն չի, սա իր համար абսուրդ է։ Մտիկ տանք հավատքի զորագլխին եւ կատարողին։ Հավատքի զորագլխին եւ կատարողին, Հիսուսին, հատուկ շեշտում է։ Հիսուսին մտիկ տանք։ Եվ գիտեք, որ Աստծո խոսքը սկզբում էր բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր, եւ նա հայտնվեց մարմնում եւ մենք տեսանք նրան որպես միածին որդի։ Այսինքն խոսքը գնում է Աստծո խոսքին նայենք։ Երբ որ ասում ենք այս օրերի մեջ Քրիստոսին նայենք, դու պետք է Քրիստոսին տեսնես իր խոսքի մեջ, որովհետև ինքը հայտնվում է իր խոսքի մեջ։ Ոչ միայն կարդալով, այլ նաև լսելով։ Աստծո խոսքի մեջ կհանդիպես Քրիստոսին։ Այն հայտնությունները, որ դու ունենում ես, այն որ միտքդ լուսավորվում է, դա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներգործությունն է իր հոգով, իր Սուրբ հոգով։ Երբ որ ասում ենք Քրիստոսին տեսանք, կամ ասում Տերը ինձ ասեց, շատ եք չէ լսել այս օրերի մեջ նամանան շատ ավետարանական եկեղեցի շատ հավատացյալներ շուշուտ են ասում։ Գնում էի Տերն ինձ ասեց այդպես, մի գնաց էս էի անում Տերն ասեց, սենց արա, հա, ծանոթ բան եմ ասում։ Ասեմ, որ ցավալիորեն մարդիկ մտքեր են ստանում։ Որոշակի մտքեր է իրանց ներգործում։ Եվ կարող է լինել դա Սուրբ Հոգուց, եւ իրապես դա հայտնությունն է Աստծո հետ հանդիպում է մտքի աշխարհում, եւ կարող է Աստված մի անի, դա լինի իր մարմնավոր միտքը։ Այն որ ասացի, գիպնոզացրեց, քնած վիճակ է եւ սատանան կարող է թելադրել դրսից, թե ինքը ինչ անի։ Եվ իրան թվում է, թե Տերն է ասում։ Այս վերջերս մեկը այդպեսի մի քայլ էր արել։ Հեռախոսով հետը խոսում էի, ասում այ ախպեր ջան, մի հատ ամերիկացի էր եկել, ասում խոսացինք, հաց կերանք, բան արինք, ասում սկսեց աղոթել ու Մարգարյանում է, որ ասում թե Կանադայից էր եկել վերջը, ասում ինձ ասեց, որ Տերը քեզ ուղարկում է այդ ինչա։ Չէ, Պարսկաստան չէ, այն Նեպալը որտեղ է այդ։ Վերջը Տեհրան։ Աշխարհի այդ ամենաաղքատ պետություններն է ու շատ ահավոր տեղ։ Ասում մտածեցի, ասեցի, լսի, Կանադայում ասում շատ հավատացյալներ կան, չէ, ասում հա դա մտածություն։ Ասում այդ ոնց է որ սաղից ձեզ ուղարկել է, տեղից ուղարկում է այդ այն որ պետությունն է, որ Հայաստանին չի ընդունում։ Պակիստան, վայ Տեր Աստված, շնորհակալություն։ Ասում ինձ ասեց ուղարկում է Պակիստան։ Ասում ասեց ես ինչ եմ արել, որ ես Տերը Պակիստան աղրկում, սաղին Ամերիկա։ Մի քիչ կատակ, բայց սենց մի բան կա, որ մարդ կարող է ինքը իր մղձավանջի, իր կիսաքնած վիճակում, թմրած վիճակում, հա, նաև խոսք ասի, որ լսես քեզ կթվա թե մարգարեական հզոր խոսք է։ Ինչքան ա եղել, որ տենց հուսախապ են արել։ Հա, մարգարեություն են արել, Տերն ասում է, որ բժշկում եմ ու չի բժշկվե։ Գոնե ասի ցանկանում եմ բժշկվես եղբայր, սա շատ բարի է։ Եթե մի անհավատ վերցնի մի բաժակ, ասի մաղթում եմ բժշկություն նոր տարում։ Մի քիչ կհասկանամ, բայց եթե ասում է Տերն է ասել, Տիրոջ անունից է խոսում ու չի կատարվում, սա շատ ահավոր է եւ սարսափելի։ Քրիստոսին նայենք։ Առաջին բանն էր։ Ես հուսամ, որ կհասցնեմ պատգամս ավարտին, որտեղ 4 պունկտ ենք խոսալու։ Առաջինը ասացինք Քրիստոսին նայելն էր։ Մի հատ էլ Հովանու 5:39 էսել նայենք ու անցնենք երկրորդ կետին։ Քննեցեք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, եւ նրանք են, որ ինձ համար վկայում են։ Քննեցեք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, եւ տեսեք, որ ասում են նրանք ինձ համար են վկայում։ Սա իհարկե Հիսուս ասեց փարիսեցիներին, որոնք փորձում են բան անել, սպանել, բայց ինքը կոչ անում, որ քննեցեք գրքերը,
Այսինքն խոսքը, այդ խոսքը գրքի Աստծո խոսքը, որոնք որ միջև այդ գրվել է, ասում են նրանք իմ համար են վկայում Քրիստոսն ասում է։ Եթե լավ քննություն անեք, կտեսնեք, որ Քրիստոսի մասն է։ Երբ որ ասում ենք նայենք Քրիստոսին, քննենք գրքերը։ Երբ որ ասում ենք նայենք Քրիստոսին, եկեք նրա խոսքի հայտնությունը ունենանք։ Դե սա շատ լայնածավալ թեմա է, չեմ ուզում տարածվենք, բայց առաջին բանն էր սա։ Նայենք Քրիստոսին, որովհետև եթե Քրիստոսին, եթե նրա լույսով չլուսավորենք, եթե նրա խոսքի հայտնությունով չլեցվենք, երկրորդ կետին չենք կարող անցնել։ Երկրորդ կետը գիտեք որն է։ Մենք փորձենք քննություն անել մեր սրտերը։ Հետաքրքիր է, ասում է 40 տարի անապատներում պտտացրի Իսրայելին, որ սրտիդ միջի եղածը հայտնի անեմ։ Մարդ կա 40 տարի պիտի նյանչի ցալնես, հետևից տանես, փորձես հասկացնես բալաջան քո սրտի մեջ, տես ինչքան խնդիրներ ունես, ինչքան սխալներ ունես։ Եթե մեկ Աստծո ներկայության մեջ չի, եթե Աստծո լույսի ներքո չի, նա չի կարողանում տեսնել իր սիրտը։ Երբ որ կտեսնես Քրիստոսին, երբ որ կերևա Աստծո փառքը, այդ ժամանակ սկսես տեսնել նաև քեզ։ Ասում է, շատ ենք հաղորդության ժամանակ ասում, եթե մենք մեզ դատելու լինենք, աշխարհի հետ չենք դատապարտվի։ Մեծ դատաստան է լինելու, նորից եմ ասում, ոնց սկզբից ասացի։ Եվ բոլորս ենք Քրիստոսի ատեանի առաջ կանգնելու։ Բայց եթե մենք մեզ դատելու լինենք, ի՞նչ է նշանակում մենք մեզ դատենք։ Քննություն անենք, մի հատ մեզ քննենք, մի հատ փորձենք կողքից մեզ նայել, մեր կյանքը դնենք եւ փորձենք նայել։ Եվ Աստծո ներկայության մեջ, միմիայն Աստծո ներկայության մեջ մենք կարող ենք տեսնել ճշմարտությունը։ Միմիայն Աստծո ներկայության մեջ մենք կարող ենք տեսնել, թե մեր մեջ ինչ կա։ Առանց Աստծո ներկայության քնած վիճակ, այդ ժամանակ, գիտես, եթե Աստծո ներկայության այդ լույսի մեջ չես, դու քեզ տենում ես շատ լավը։ Քո հպարտությունը բոլոր հպարտություններից բարձր է։ Եվ դու ասում ես լավ եմ արել, մի քիչ էլ ավելի կոպիտ ես վերաբերվում, ավելին ես բան անում, պնդում ես քո սխալը։ Եվ 40 տարի կտևա, թե 10 տարի կտևա, ես չգիտեմ ինչքան կտևա, բայց քեզ պետք է մի հատ դու քեզ նայես, դրսից դու քեզ նայես, հետ քննություն անես, Աստծո խոսքով քեզ քննություն անես։ Քննեցեք ձեր անձերը։ Տեսեք հավատքի մեջ եք, հիշում եք տենց համար կա գրած։ Եթե մենք մեզ դատելու լինեինք, աշխարհի հետ չէինք դատապարտվի։ Ուրեմն շարունակությունը երրորդ կետին եմ ուզում գանք, մշակներ պատրաստելու։ Հիմա ենթադրենք, թե մենք աղոթում ենք, հա, կչկչալով աղոթում ենք, որ Տեր թող ես քաղաքի ոչ թե նա քայություն, այլ սաղ քաղաք ապաշխարի։ Եկեք լես քաղաքի մի տոկոսը փորձենք թող ապաշխարի, լավ, մի 1000 հոգի։ Հա, մի տոկոսը 1000 հոգի անում, 100,000 է քաղաքը, 1000 հոգին մի տոկոսն է։ Լավ, եթե 1000 հոգի գա, Աստված 1000 հոգի բերի, մենք ի վիճակի ենք այդ 1000 հոգուն ընդունելու։ Ոչ։ Ինչու՞, որովհետև ծառայողներ չունենք։ Մենք այդքան ծառայող չունենք։ Մենք ունենք մոտավորապես հայկական ժողովում թող լինի, թող 20 ծառայող լինի, լավ, լավագույն դեպքում։ Ավել չունենք։ Այսքան է մեր ծառայողները։ Մենք կարիք ունենք, ասում եմ հունցքը շատ է, մշակներն են քիչ։ Շատ կա մարդիկ, որ ուզում Աստված բերի, հունցքը շատ է, մշակներ չկա, աղոթ կարեք հունցքի Տիրոջը, որ մշակներ բերի, բարձրացնի, կամ չգիտեմ ոնց է գրած, որ մշակներ հանի հունցքի համար։ Ես այս վերջերս ունեցանք զրույց միտեղ, որ եղբայրներից մեկը կենտրոնացած էր, դա 4-րդ կետն է,
ավետարանչության վրա, դրսիների վրա, հաջորդ քայլը է դա լինելու, կխոսենք էսա։ Ես կենտրոնացած էի սրա վրա, որ ժողովուրդ ջան, եթե մենք ամբարներ չունենք, եթե մենք պարկեր չունենք, մեշոկնայդի, եթե մենք պատվալներ չունենք, տեղ չունենք, դո 1000 տոննա ցորենը որտեղ ես դնելու։ Դուսը թողելու ես, մկներ տանելու են, կեսնել, սաղ փչանալու է ձնիտակ։ Խնձորներս այս տարի լավ էր, շատ բերք սառատ էր։ Շնորհակալ եմ։ Բավական թափվեց, բավական տեղավորեցի, բայց էլ տեղ չունեի։ Սկսեցի ինչ անել։ Կամ բաժանել, կամ տես ծառատակ փչանա։ Ձմեռն եկավ, ձունը խփեց, ինքը փչանում է, վերջ։ Սրանով ավարտվեց։ Մենք գոնե պետքա պատրաստենք, տեղ պատրաստենք, հասկանալի է, չէ, որ կարողանանք հունցքը շատ է, հունցքը որ ընդունենք, գոնե տեղ պետք է պատրաստենք։ Ժողովուրդ ջան, արթուն մնա, որովհետև եթե արթուն մնաս, կկենտրոնանաս Տիրոջ վրա, կկենտրոնանաս քո անձը կառուցելու վրա, որից հետո կկենտրոնանաս ծառայողներ բարձրացնելու եւ որից հետո գնացեք ամբողջ ազգերը ավետարանեցեք։ Էդի Մատթեոս 28:19-20 խոսքերն է։ Ամեն իշխանություն ինձ է տրված երկնքում եւ երկրի վրա, ուստի գնացեք բոլոր ազգերը ավետարանեցեք, մկրտեցեք Հոր Որդու եւ Սուրբ Հոգու անով, ով որ հավատա, կփրկվի, ով որ չհավատա, կդատապարտվի։ Այսինքն ավետարանչությունը, որ գնանք քարոզենք, ժողովուրդ ջան, ես շատ եմ սիրում ավետարան, դա շատ կարևոր է, դա այսօր եկեղեցու ամենագլխավոր հանձնարարական, ամենագլխավոր հանձնարարականներից մեկն է, ինչպես որ մշակներ պատրաստելն է շատ կարևոր, ինչպես նաև եկեղեցին, որ պատրաստ լինի ընդունելու այն մեծ հունցքը։ Հիմա եթե սա չկա, նա էլ չի լինում, սա պետք է լինի, որ նա էլ ավելացվի։ Ամեն, որ կարողանանք ընդունել և իհարկե վերջի կետներ, որ ասեցի, դա ժողովրդի ավետարանչությունն է։ Մի տեղ էլ ուզում եմ կարդամ 2 Կորինթացիս 3 գլխի 18 խոսքը։ Բայց մենք ամենքս բաց երեսով, Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ հոգուց։ Տիրոջ փառքին ինչպես հայելու մեջ տեսնելով։ Հələ լսեք։ Չէ, հայկական գրականության մեջ տեսնելը պետք է առաջ լիներ։ Պիտի նայենք հայելուն։ Հայելու մեջ, հələ այս կետին ուշադրություն դարձրեք։ Հայելին եւ քո շողքը դա երկու բան է, որ երբեք չի ստում։ Ով հասկանում։ Միշտ հայելին ճիշտ է ցույց տալի։ Հիմա Աստծո հայելին դեռ նրա խոսքն է։ Աստծո հայելին այնտեղ ցույց է տալի Քրիստոսին։ Մի հատ այս պահը եթե ուշադիր չլինեք, չեք լսելու, ուշադիր եղեք այս պահը։ Այստեղ Քրիստոսին է ցույց տալիս, այստեղ մենք ենք։ Նայում ենք հայելուն, որպեսզի տեսնենք նրան կատարյալ եւ մենք փոխվենք դեպի նրան նմանվելու։ Բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջ փառքին, ինչպես հայելու մեջ տեսնելով Տիրոջ փառքը, մենք սկսում ենք փոխվել նրա նմանությամբ։ Նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք այդ նույն կերպարի նման, որտեվ հայելին ճիշտ է ցույց տալի, Աստծո հայելին ամենաճիշտ հայելին է։ Ինքը քեզ ցույց է տալի Քրիստոսի պատկերը, որպեսզի իրան տեսնելով քեզ ուղղես, իրան տեսնելով քեզ ուղղես, որ դու դեպի ուր փոխվես, դեպի որ ուղղությամբ նայես։ Քրիստոսի հայելին, Տիրոջ հայելին նրա պատկերն է ցույց տալիս, որ ամեն ժամանակ նայելով, կերպարանափոխվելով նրան նման դառնանք։ Ամեն։ Ուստի թույլ տվեք նորից ասել, որ դենամ
կրեմ, կարդալու նոր ավարտեմ։ Ուստի նորից կոչ եմ անում, այն ինչ որ ձեզ եմ ասում, ասում եմ բոլորին եմ ասում, արթուն եղեք։ Արթուն չեղար, դու տիրոջ փառքը այդ հայելին չես տեսնելու, նրա նմանությունը, նրա կերպարը չես տեսնելու, արթուն չեղար, թմրեցիր, քնեցիր, քո երազներն ես տեսնելու, քո պատկերացրած աշխարհը, բայց երան նրան, որ արթուն է, որ նա Աստծուն է ցույց տալիս, նա Աստծո փառքն է ցույց տալիս, նա ճշմարտությունն է ցույց տալիս, ամեն բան դու իրական ես տեսնում, ամեն, շատ իրադարձություններ կան, ավարտել եմ քարոզը, ուղղակի սա լրացուցիչ է ասում եմ, երկու հոգի իրար հետ վիճաբանվել են, մարդ եւ կին, կինը կհաղթի, համարյա միշտ տենց ալնում, բայց, երբ որ առանձին խոսում ես, երկուսն էլ ճիշտ են, գիտես, արթուն վիճակը կարողանում է քննություն անել, տեսնել, որտեղ է խնդիրը, այն պապական, տատական բժշկություններ կան, մեր բարեկամներից մեկը, ավեշտ Վեներայի բարեկամներից մեկը, հիվանդացել էր, չէին իմացել, որ այդ բան ունի, շաքար ունի, որ շատ վատացել էր, ասել են, դե տատս տենց էր բուժում, ով վատանում էր, շաքարաջուր էր անում, տալիս էր, դե այս խեղճը վատացել էր, շաքարաջուր էին արել տվել, մահացավ, ցավալիորեն, հա, դե շաքարաջուրը 10 բարձր շաքար ունեցողին, կոմայի մեջ էր գնացել, դուրս չեր եկել, գիտեք ինչն է հետաքրքիր, պապական, տատական բուժումները մեկ սենց ենք մտածում, որ դա ամենալավն է, բայց պետք է դու կարողանաս քննություն, անալիզ անես, եթե դու չգիտես ինչ է հիվանդության, ինչն է խնդիրը, դու կարող ես ճիշտ դրա հակառակը իրան տալ, արդյունքը կլինի վշտալի, մեկ գալիս են, հա, էլ եմ ասում, մարդուկին վիճվել են, եկել են կոնսուլտացիայի, հետո ինձանից հետո փորձեցին գնան ուրիշի մոկի մոտ, ես չգիտեմ, էլ ինչ էիք հարցում, իրան սրտի ուզած չէի ասում, ես ասում եմ իրար պիտի ներեք, իրանք ուրիշի մոտ փորձեցին գնան, հետո բաժանվեցին, ավիրեցին իրանց ընտանիքը, պապական, տատական բուժում էին ուզում, արդյունքը ավիրվեց, գիտես, մեկ կարող է բժշկի տված դիագնոզը շատ դուրդ չգայել, մի քիչ ցավացնելով լինի, որոշ բաներից պետքա զրկվես, ես շատ եմ սիրում նամանտ են երկար խաղողները, բայց ասին շաքարի հետ խնդիր կա, մի կեր, եթե չեմ սխալվում 10 քանի տարի չեմ կերել, թեկուզ շատ եմ սիրում, բայց գիտեմ, որ ինձ շատ է վնասում, բայց բաներ էլ կա, չեմ թողել ուտում, չեմ հավատում, հենց հավատամ, տենց եմ անելու, դե էսի ասեցի դրա համար, հիմա ընտանիքում մեղ կա, որ այս մեղքը պիտի վերացնես, դու փորձում ես իրանց հաշտացնես, այս ձեր դասներ չէ, այս վերջերս, իրանց մեջ խնդիր կա, դու փոխանակ այդ խնդիրը լուծես, իրանց հաշտացնում ես, հաշտվում են քո մոտ, գնում են տուն, նորից իրար տալիս են, որտև խնդիրը կա, եթե քո տան մեջ կա այդ խնդիրը, դու պետք է խնդիրը լուծես, հա, և նաման ավանդ խորհուրդ եմ տալիս, որ Աստծուն փառք մեր իմաստուն եղբայրների համար, որ կարող են օգնել նման հարցերում, ծառայողները մեր Աստված օրհնի, բավականին լավն են, ես ասեմ գնահատեցեք այն բոլոր ծառայողներին, որ մեր եկեղեցում կան, շատ մի ոտնատրոր արեք, տենց մի վրով հանգիստ գնացեք եկեք,
Աստծո առաջ պատասխան եք տալիս, շատ լավն են, սա շատ թանկ են, Աստված է իրանց բարձրացրել, ժողովուրդ ջան, իրանց Աստված է բարձրացրել, միգուցե սխալվում են, ինչ անենք, դու էլ ես սխալվում, որոշ հարցերում է կարող է սխալվել, ինչա, որ մեկը չի սխալվում, որոշ հարցերում է կարող են սխալվել, բայց որ մի սխալ էլ տեսել եք, փող մի փչեք, էլի ամենուրեք, տեսեք, սխալվեց, որ քո սխալները քո առաջ տնեն, հա, ասում է քո աչքի մեջի գերանը որ հանես, նոր կտենաս, կսկսես տենալ, հələ քանի այդքան գերան կա, լավ չես տենում, եղել է, ինչի՞ չէ, ես խոստովանում եմ, եղել է իմ հոգևոր նոր շրջանում, իմ հովիվների հետ, ես էլ եմ խնդիր ունեցել, ես իրանց եմ մեղադրել, ասել եմ իրանք են սխալ, բայց երբ որ մի քիչ մեծանում ես հոգևոր, հետո տեսնում ես իրանք ինչ էին ասում, ինչ էր իրանց ուզածը, ես միշտ հորս էի մեղադրում, հետո ես որ մեծացա իրա տարիքին դարձա, տեսա որ չէ, երես էր ճիշտ, մենք ժամանակից շուտ որոշումներ չկայացնենք, եթե մենք սկսենք արթուն լինել, մենք սկսենք ճիշտը տեսնել, ճշմարտությունը կերևա մեր աչքերի առաջ, փոսի մեջ պատկերացնում ես թե այնտեղ ինչ կա, բայց փոսից դուրս գալով հաղորդ ես լինում ու տեսնում ես ճշմարտությունը, դրանք լրիվ տարբեր բաներ են, արթուն եղեք, որտեվ ձեր թշնամին ման ա գալ թե որին կուլ տա, արթուն եղեք ամեն ժամանակ, Տերը ձեզ օրհնի, որ փորձյան մեջ չընկնեք, որ փոսի մեջ չընկնեք, կանգնենք աղոթքի